Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Մի հետաքրքիր թեմայից եմ ուզում խոսամ։ Այն օրը մեր քրիստոնյա քույրերից մեկը հարսի շոր էր հագե։ Ճիշտ ասած չգիտեմ հարսանիքն էր թե չէ, բայց այտենց նկար էր հրապարակե։ Գիտեք, սենց դոշերը սենց ուղիղ բաց էր։ Մեր մեջտեղի հատվածը սենց ֆուլ բաց էր։ Գիտես, սենց նայում եմ, ասում եմ, սկզբից դե իմ Աստծո հետ եմ խոսում ամեն անգամ, ճիշտ ասած ասում եմ իմ Աստվածը լնայի, ասում եմ։ Քրիստոնյա է, ես մեր ընկերը իրականում ասում է Քրիստոսի դոստերն եմ։ Իրականում դա չի, ընկերներ, ավելի շատ քննարկում է, որ հասկանանք այստեղ ճիշտն ու սխալը որն է, բարին ու չարը որն է, որովհետև բոլորը խառնվել է, արդեն պղծվել, արդեն դաղել է գոլ, էլի, որ Աստված ասում է գաղջ է, ասում է զզվելի, ասում է պիտի փախսեմ։ Գիտես, sense նայում եմ, այդ մեր քույրիկը իրականում հոգևոր սիրում է իր մարմինը ի ցույց դնի։ Մակերացիք, եթե հարսանիքին գալու էր 100 մարդ, 1000, չգիտեմ, հարսանիք էր, հարսանիք չէր, ամեն դեպքում նկարը հրապարակել էր հանրային մեդիայում։ Սես նայում եմ, ասում եմ, ի՞նչն է քրիստոնյային, ոչ քրիստոնյայից տարբերություն տալիս, էլի, տարանջատում, որն է, որ կարաս նայես, ասես հա, այս մարդը իրականում քրիստոնյա է, այս մարդը քրիստոնյա չի։ Գիտես, խնդիրն է, որ եթե ավելի խորը գնաս, մեր ընկերը, հա, այդ աղջիկը իրականում ուզում է իր մարմինը ի ցույց դնել, որ ինչքան գեղեցիկ է, ինչքան, գիտես, կրծքերի բացվածքը, էդի գեղեցկությունը չի ցույց տալիս։ Ուղիղ ասում եմ, այդ քո ամուսնու համար է նախատեսված, ով որ քո ամուսինն է։ Ու գիտես, շատ քարոզիչներ, հա, հոգևոր առաջնորդներ, որ խոսում են, դա չեն բացատրում, չեն ասում, ընկեր ջան, մի սիրեք այն, ինչ որ սիրում է աշխարհիկ մարդը, հա, իրականում, եթե ես սիրում եմ այն, ինչ որ սիրում է ոչ քրիստոնյան, որ ասում է Աստված չկա, Աստված քնած է, երկնքում ինչ կուզենք կանենք, էլ ինչն է ինձ տարբերություն անում, այն որ վերացում եմ ես քրիստոնյա եմ, ես սուտ ասեմ պիղծ եմ ուրեմն։ Պատկերացրեք ինչ եմ ուզում ասեմ։ Ինչն է ստիպում, որ ձեր մարմինը հանեք ցուցադրության, որ գայթակղության բերեք։ Ձեր հարսանիքի օրը երևի այդտեղ եթե 100 մարդ է կանչված 50 տղային 50-ը շնության մեջ են ընկնում։ Եթե դաժե խմում են, առավել ասում է գինով մի աղբենակ, որի մեջ պոռնկություն կա, հա, որովհետև գինով որ աղբենում են, արդեն բնազդը կորում է, էլ չեն դիտարկում։ Սրտերի մեջ հաստատ ցանկանում են։ Ասում է մի կնոջը որ նայեցի սրտիդ մեջ ցանկացած շնացար նրա հետ։ Իրականում ուզում եմ հասկանամ այդ հարսանիքը սարքել են իրականում պղծանոց։ Բայց այն պետքա կինը պարկեշ լինի, պետքա շողա իր պարկեշլությունով, իր համեստ հագնվելով, իր դոշերի բացվածքը, միթե դա շքեղություն է, որ դուք ուզում եք ցույց տաք։ Չէ որ միտեղ էլ ասում է դուք այս երկրի աղն եք, եթե աղը անհամանա, էլ ինչպես կաղամբի։ Ասում է ոչ մի բանի պետք չի լինի։ Դրա համար քրիստոնյաների իրականում այդ ոնց ասեմ, զորությունը կորել գնացել է, էլ չկա էլ ընկերներ, էլ ոնց ասեմ, մեր գլխացավի համար խնդրում են չի բժշկում Աստված։ Էլ ոչ մի տիպի, որովհետև ցանկանում են, որ իրանց ունեցած մարմինը հանեն ի ցույց դնեն, հա։ Վայ, ասում է գայթակղություններ բերողներին, ասում է, որոնց համար որ շատ ավելի վատ է լինելու։ Ուզում եմ զարմանամ քրիստոնյաներ, քույրեր, ընկերներ, ինչն է ստիպում, որ ձեր մարմինը հանեք ի ցույց դնեք, չէ որ ձեր մարմինը, հա, ձեր ամուսնունն է։ Այլ դեպքում դաժե Քրիստոսինն է ձեր մարմինը, եթե հոգևորով վերցնենք, տաճար է, բայց եթե դուք հանում եք, դա սարքում եք շնության ինչ որ կերպար, միթե դա ձեզ փառք է բերում, որտեղ եք խապնվել, կամ այդ ձեր հոգևոր առաջնորդները ինչ են քնած, որ դա ձեզ չեն ասում, որ մենակ ձեզ կեղծիքով ժպտում են ու ձեր երեսին ասում են, մենք ձեզ շատ սիրում ենք, ինչն է, որ ձեր հոգևոր առաջնորդներին ստիպում է, որ սուս մնան այդպես բաները։ Ես զարմանում եմ ընկերներ։ Եթե աղը անհամանա, դուս է քծվելու, ընկերներ, դուս եք քծվելու, ոտնակոխ եք լինելու, էլ բանի պետք չեք լինելու, որովհետև գաղջ եք, ընկերներ, ընտրել եք համ այս կողմը, համ այն կողմը, որը տենց չի լինում, ասում է լավա թե սառը լինեիր, եթե դաժե տաքել չես։ Քրիստոսն է ասում։ Չգիտեմ, ընկերներ, ամեն անգամ ուզում եմ հա, ասեմ լավ իմ Աստված, դե լավ ոչինչ, բայց չի ստացվում, ընկերներ, իրականում ինչքան աշկ փակեմ։ Սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ, իրականում աղջիկ եք, փակ պահեք ձեր մարմինները, խնդրում եմ, փակ պահեք, պարկեշ տեղեք, սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ, օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու, ամեն։